7 կենդանակերպի նշաններ, որոնք 2026 թվականի մայիսին կլցվեն բախտավոր աստղերով։ 2026 թվականի մայիսը գալիս է ոչ միայն ծաղկող այգիների բույրով, այլև իսկապես կախարդական աստղագիտական ծրագրով։ Այս ամիս երկնային մարմինները իսկական խնջույք կկազմակերպեն մի քանի կենդանակերպի նշանների համար։ Դուք կզգաք, որ գտնվում եք բախտի անտեսանելի հովանու տակ։ Իրադարձությունները կզարգանան բնականաբար, և բախտը կգտնի ձեզ նույնիսկ ամենափոքր մանրամասներում։ Ցուլ, մեծ փողի և անձնական հաղթանակների ժամանակ։ Սիրելի ցուլ, այս ամիսը հատուկ ձեզ համար է։ Արդեն մայիսի 2-ին Մերկուրին մտնում է ձեր նշան, շնորհելով մտքի անհավանական պարզություն և համոզելու պարգև։ Դուք կխոսեք և մարդիկ կլսեն։ Ցանկացածի բանակցություն, նույնիսկ ամենադժվարը, կվերածվի հաճելի զբոսանքի։ Իսկ մայիսի 16-ին նորալուսինը տեղի կունենա անմիջապես ցուլում, հզոր դարպաս, փողի, ինքնագնահատականի և անձնական ռեսուրսների հետ կապված ցանկություններ անելու համար։ Երկվորյակներ, փոփոխության օդը ձեր ծառայության մեջ։ Սիրելի երկվորյակներ, պատրաստվեք իսկական տեղեկատվական հրավառության։ Մայիսի 17-ին ձեր կառավարիչ Մերկուրին մտնում է երկվորյակների նշան, ձեզ դարձնելով հաղորդակցության թագավոր։ Ցանկացածի հետ ընդհանուր լեզու գտնելու ձեր ունակությունը կմեծանա էքսպոնենցիալ կերպով։ Բայց սա միայն տաքացումն է։ Մայիսի 20-ին արևը նույնպես մտնում է երկվորյակների նշան, նշելով ձեր լավագույն ժամի սկիզբը, արևի սեզոն, որը հատկապես ձեզ համար է։ Խեցգետին, ընտանեկան երջանկություն և հուզական շահաբաժիններ։ Սիրելի խեցգետիններ, 2026 թվականի մայիսը կսկսվի ձեզ համար քնքուշ աստղագիտական նվերով։ Մայիսի 18-ին Վեներան, սիրո և գեղեցկության մոլորակը մտնում է ձեր նշան, և այն այնտեղ կմնա երկար ժամանակ։ Սա նշանակում է, որ ամսվա մնացած մասի ընթացքում դուք կվայելեք հմայքի, ջերմության և սիրո ալիքները ձեր շրջապատի մարդկանցից։ Մարդիկ կզգան ձեր բարությունը և կփոխադարձեն։ Կարիճ, վերածում ադամանդի։ Սիրելի կարիճներ, պատրաստվեք հզոր էներգիայի խթանման։ Մայիսը բացվում է լիալուսնով, մայիսի 1-ին ձեր սեփական նշանում։ Սա ճշմարտության պահ է, ժամանակ, երբ ամեն ինչ, ինչ թաքնված է, դառնում է պարզ, բայց ամենադրական ձևով։ Դուք վերջապես կտեսնեք ձեր երկարատև ջանքերի արդյունքները։ Այն, ինչի վրա դուք աշխատել եք 6 կամ ավելի ամիս, այժմ պտուղ կտա։ Մի վախեցեք համարձակ հայտարարություններ անել։ Այս լիալուսնի ժամանակ դուք իրավունք ունեք աշխարհին պատմել ձեր ցանկությունների մասին։ Աղեղնավոր, հաջողությունը ձեր մատների ծայրերին է։ Սիրելի աղեղնավոր, ձեր ժամանակը կգա մայիսի 2-րդ կեսին, բայց արժե սպասել։ Ձեզ համար գլխավոր իրադարձությունը մայիսի 31-ի լիալուսինն է ձեր սեփական նշանում։ Սա ամսվա հզոր եզրափակիչ կլինի, որը կբերի պատասխաններ այն հարցերին, որոնք ձեզ տանջել են ամբողջ գարունը։ Դուք հանկարծ կհասկանաք, թե որտեղ եք ուզում ճանապարհորդել, ինչ կրթություն եք ուզում ստանալ կամ ինչ նոր հորիզոններ եք ուզում նվաճել։ Այս լիալուսինը լի է լավատեսությամբ, ձեր բնական վիճակով։ Խոյ, առաջինի էներգիան և Վեստայի առատաձեռն նվերները։ Սիրելի խոյեր, ձեր տարերքը կրակն է, և 2026 թվականի մայիսին այս կրակը կայրվի նորացված եռանդով։ Մայիսի 13-ին ձեր նշան կմտնի նվիրվածությունն ու ներքին կրակը խորհրդանշող Վեստա աստերոիդը։ Այս հազվագյուտ իրադարձությունը զարմանալի ունակություն է բերում։ Դուք այնքան կրքոտ կլինեք ձեր աշխատանքի նկատմամբ, որ այն կվարակի ձեր շրջապատի բոլորին։ Ձեր գիրքը կդառնա հաջողության մագնիս։ Կույս, կարգը վերածվում է ոսկու։ Սիրելի կույսեր, ձեր ամենամեծ ուժը կազմակերպելու ունակությունն է։ 2026 թվականի մայիսին այս ունակությունը կվերածվի իրական դրամական հոսքի։
Մայիսի 23-ին ձեր նշանի առաջին քառորդում գտնվող լուսինը այն պահն է, երբ դուք կարող եք միացնել հաջողությունը պարզ ամենօրյա գործողությունների միջոցով։ Մաքրեք ձեր սեղանը, եւ դուք կստանաք նոր նախագիծ։ Կազմեք անելիքների ցանկ եւ ազատեք ժամանակ հանգստի համար։ Համակարգվածությունը կդառնա ձեր կախարդական փայտիկը։ Ինչ ընդհանուր բան ունեն բոլոր բախտավորները։ Ինչպես տեսնում եք, սիրելի ընթերցողներ, 7 նշաններից յուրաքանչյուրն ունի իր հաջողության ուղին։ Ցուլը ուժ կստանա համառության միջոցով, երկվորյակները հաղորդակցության միջոցով, խեցգետին սիրելիների հանդեպ հոգատարության միջոցով, կարիճը վերափոխման միջոցով, աղեղնավորը հորիզոնների ընդլայնման միջոցով, խոյը նախաձեռնողականության միջոցով, իսկ կույսը կարգուկանոնի միջոցով։